Մենք այսօր հավաքվել ենք ամփոփելու 2025 թվականը։ Լրջագույն կորուստներ ենք ունեցել, որովհետև միջանցքատու տարի է եղել։ Բերաներս բացում ենք որ խոսանք, ասում են, պատերազմ եք ուզում։ Մոտավորապես 7 ամիս արշավ է սկսել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ Գարեգին II կաթողիկոսը պինդ ոսկոր դուրս եկավ։ Մի հատ դատավճիռ կա, որ մեր երկրի խայտառակությունն է, դա Միքայել Սրբազանի դատավճիռն է։ 26 թվականին Երևի մեր վերջին շանսերից մեկն է։ Այս միակողմանի զիջումների, այս նվաստացման, այս անարժանապատիվ պահվածքի դեմն առնելու Երիքա շամպայն խմեք, հանրապետությունը վտանգված է։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը, սա մեր տարվա վերջին ոդկասթն է, բայց գնալու է արդեն նոր տարվան, մենք նկարում ենք մինչև նոր տարին, թափն մի քանի օրվա տարբերությամբ շատ չի, բայց եթե հանկարծ Հայաստանի իշխանությունը որոշի ինչ-որ մի բան պայթեցնել, ինչ-որ մի բան վարի տալ, ինչ-որ մի բան փչացնել, մենք պատասխանատու չենք։ Մենք այսօր հավաքվել ենք ամփոփելու 2025 թվականը եւ փորձելու ենք հասկանալ, թե ինչա իշխանությունը այդքան ուրախ։ Այո։ Ծերի հայրենակիցներ, ողջույն, նախ ուզում ենք շնորհավորել մեր պլատֆորմ ոդկասթի այս էպիզոդում մեր բոլոր հետևորդների, մեր ժողովրդի, մեր հայրենակիցների թե Սփյուռքում, թե Հայաստանում բոլորի ամանորը նոր տարին եւ գալիք Սուրբ Ծնունդը, որտեղ արդեն 3 օրից Սուրբ Ծնունդն ենք նշելու։ Ամփոփելով տարին, կարծես ես ուզում եմ ասել, որ սա այս տարին տեսեք իշխանություններն ամփոփելու են, ես կասկած չունեմ, պետք է ասեն նայեք ինչ տարի էր, մեր վրա նոր հարձակումներ չեն եղել, բայց պետք է արձանագրումը հետեւյալը լինի, որ այո, սա մի տարի է եղել, որ Հայաստանը իրենից ինչ պահանջել են, ինքը հանձնել է առանց որևէ բան անելու, քննարկումների, եւ այդ իմաստով կարող ենք արձանագրել, որ լրջագույն կորուստներ ենք ունեցել, որովհետեւ միջանցքատու տարի է եղել, միջանցքատրվել է այս տարի։ Գլխավոր կենտրոնական իրադարձությունը դա էր։ Այո, կենտրոնական իրադարձությունը դա էր, որ Հայաստանը ոչ մի բանի դիմաց, կամ ավելի ճիշտ ձևակերպումը, հույս ունենալով, որ 5 տարով կթողնեն աթոռը պահեն իշխանական, դրա դիմաց 99 տարով միջանցք են տվել։ Դեռ դետալները նոր են քննարկում, թե հիմա ոնց այդ թղթերը գրեն կազմեն փետրվար ամսին ԱՄՆ փոխնախագահի այց է սպասվում Հայաստան, այդ ժամանակ կհրապարակվի կտեսնենք, իսկ Բայրամովն արդեն հայտարարել է, որ պարտավորություններ ունեք պետք է անեք, նոր կխոսենք խաղաղության պայմանագրի ձև այլն, բայց այս տարին նաև ոչ միայն այդ իմաստով է խայտառակ տարի եղել, այլ նաև այն իմաստով, որ մոտավորապես 7 ամիս արշավ է սկսել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Այս պահին մենք ունենք 3 սրբազաններ, արքեպիսկոպոսներ առաքելական եկեղեցու քրեակատարական տարբեր հիմնարկներում, հիմնականում, այսինքն 4 կներես 4 3-ը արքեպիսկոպոս են, մեկը եպիսկոպոս։ Լավ, եպիսկոպոսներ ասենք։ Այս տարբերությունը մեծ չի։ Տարբերությունը մեծ չի, գտնվում են 3-ը KGB-ի բանտում, այս KGB-ի դեմ պայքարող իշխանությունների օրոք, մյուսը KGB-ի բանտում չի, այլ քրեակատարական հիմնարկում է, եւ այս տարի նաեւ ունենք քաղբանտարկյալների իմաստով բավականին զարգացումներ, որտեղ բանտերում են գտնվում նաեւ Սամվել Կարապետյանը, Բագրատ Սրբազանի այդ շինց ու գործով բազմաթիվ մարդիկ են կալանավորված, եւ այս իմաստով կարծում եմ սա բան տարի էր, խայտառակ իրադարձություններով լի տարի էր, որ չգիտեմ, հերթական բանդաներ էին բռնում իբր թե բանդաներ ահաբեկչական խմբեր, բան հետո դատարանները հասկանալով, որ ամեն ինչ fake է, քիչ այդ մարդկանց տնային կալանք բան տես կամած ազատում են, ինչպես որ այս վերջին 7.5 տարում է եղել Հայաստանում, եթե չեմ սխալվում, 3 իշխանությունը տապալող բռնի զինված խումբ է բռնվել, ոչ մեկով չկա դատավճիռ, բոլորն ազատված են, բայց մի հատ դատավճիռ կա, որ մեր երկրի խայտառակությունն է, դա Միքայել Սրբազանի դատավճիռն է, 8 տարվա ընթացքում 7.5-8 տարվա իշխանություն են, ոչ մի թալանչի, ոչ մի գողավազակ, այն որ ում որ այսպես կոչված հեղափոխություն է եղել էր, պետքա դրանք բան անեն, թալանը հետ բերվեր այդ մարդիկ դատվեին, բան, ոչ ոքի նկատմամբ դատավճիռ չկա, բայց մի անմեղ մարդու նկատմամբ դատավճիռ կա, ով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանն է, իդեպ ասեմ, Գելլափ ուսումնասիրություն է իրականացրել եւ ամենահեղինակավոր մարդ է ճանաչել, բոլոր քաղաքական գործիչներից, նախկին ներկա նախագահներից, գործարարների բոլորի մեջից ամենահեղինակավոր
մարդ է ճանաչել Գելափը, որի ուսումնասիրությունը Դե հրապարակվեց։ դուք արդեն պատասխանեցիք, թե ինչ է այդ մարդը բանտում։ Հա, ու թե ինչի է ինքը բանտում, ասենք ես չպատասխանեցի, ուսումնասիրությունը պատասխանեց, բայց երևի Նիկոլ Փաշինյանը ավելի շուտ է այդ ուսումնասիրությունը, դες հա, այս ամենահեղինակավոր մարդն է նստածնեմ, որ որևէ վտանգ չսպառնա, որտեվ խոսում է իմ դեմ հարցազրույցներ է տալիս։ Այսինքն այս մասով տարին սելի հայնակիցներ, մենք հիմա հասկանում ենք, որ դուք նոր տարվա սեղանների մոտ եք, չարազ եք ուտում, այտենց բուդը բանը կտրում եք, շատ լավ է։ Նայեք, հետևեք տարվա վերաբերյալ այս են դեպքերն են, որոնք եղել են։ Այդ ինչ կասես Կարպիս։ Ես պետք է ասեմ, պարոնայք եւ տիկնայք, հերիքա շամպայն խմեք, հանրապետությունը վտանգված է։ Դա ով էր ասել Կարպիս, այդ դու միշտ սա Կարպիսի սիրված խոսքերից է։ Եթե չեմ սխալվում, մի տարուկես առաջ էլի մի ոդկասթի ժամանակ նա ասել է, պարոնայք հերիք է շամպայն խմեք, հանրապետությունը վտանգված է։ Կարպիսը էս մեզ։ Սա ով է ասել։ Ֆրանսիական մեծ հեղափոխության հայտնի ասույթներից մեկն է Դանտոնն է։ Դանտոնն է ասել։ Եվ իսկապես հանրապետությունը վտանգված էր Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո եւ հենց այս կոչերով նրանք կարողացան ապավել Եվրոպայի պատմության մեջ մի աննախադեպ մոբիլիզացիա եւ այդ հեղափոխության արդյունքում ձևավորված բանակները կարողացան կանգնեցնել եվրոպական հին պահպանողական ռեժիմներին, որոնք ուզում էին խեղդել հեղափոխական ալիքը։ Եվ ես հուսով եմ այս տրամաբանությամբ մենք էլ կկարողանանք մոբիլիզացիա ապահովել, բայց ոչ թե հեղափոխություն անելու, այս եզրույթները իմ համար արդեն արխայիկ են։ Մոբիլիզացիա անել, իրականացնելու իշխանափոխություն եւ ի վերջո կանգնեցնել Հայաստանի անկումը։ Հայաստանը հիմա ուղիղ անկման մեջ է եւ այդ ուղիղ անկումը զարդարված է պարերով, իշխանության քեֆերով։ Հետդ կգամ, մոտդ կգամ։ Հա, հասկացանք, տոնածառներով, սիրուն հրավառություններով, այսինքն ես չգիտեմ, ոնց որ գիտեք մահվան բանի մոտ կանգնած հիվանդի մոտ ոնց որ չգիտեմ ասես հա դե լավ հա նորմալ է ու պարես, քեֆանես, շամպայն խմես, բայց տեն չի, հիմա չեմ ուզում ինչ-որ չարագուշակ բաներ խոսալ, որ Հայաստանը մահանում է, ինչ է լինում։ Չէ, Հայաստանի հետ ըստ երևույթին ոչինչ էլ կարող է եւ չլինել։ Հայ ժողովուրդը Հայաստանը շատ ավելի վատ փորձությունների միջով են անցել պատմության ընթացքում։ Բայց այս ընթացքում շատ կարևոր արժեքներ եւ շատ կարևոր գաղափարներ կարող են մահանալ եւ ի վերջո մենք որպես պետություն, որպես հավաքականություն, որպես բովանդակություն, հա, կարող ենք մահանալ եւ ինչի ձեր խոսքը սկսեցիք, ամենամեծ մանիպուլյացիան տարվա որն է, որ իշխանությունը շարքում, ասում տեսեք կրակոցներ, այո, զոհեր չենք ունեցել։ Չկան։ Չէ, բանակում զոհեր ունեցել ենք, բազմաթիվ, բայց դրանք եղել են բանակում տիրող Եվ բանտերում ենք ունեցել։ Բանտերում 23 զոհ ենք ունեցել։ Առաջ եթե մի հոգի երկու հոգի բանտերում անային, ԵՄ դեսպան Սվիտալսկին եւ ես ու պարոն Սաքունցը, դուք եւ պարոն Սաքունցը ասուլիսներ էին հravirում սերի հայրենակիցներ։ Չեք պատկերացնի ինչ ամբողջ երկրով ինչ ռամբավի ասել։ Հասկանալի է, մարդիկ հանցանք են գործել, դատապարտվել են, բայց այդ մարդկանց իրավունքներն էլ պետք է 23 մարդ բանտերում մահանում է, ոչ մեկ հրաժարական չի տրել։ Բանտային ոչ մի բան տեղի չի ունենում։ Ինչևից է դա ամենամեծ մանիպուլյացիան է, որովհետեւ այդ տրամաբանությամբ սա քաղաքականություն չի։ Սա տարական շանտաժ է, որովհետեւ եթե պետությունների հայտ գալուց ի վեր բոլոր պետությունները առաջնորդվեն այդ տրամաբանությամբ, մարդկության պատմության ընթացքում պատերազմներ չեն լինի։ Բոլորը ինչ ուզում են կտային, ու տենց ոչ մի բան չի լինի, բայց սա քաղաքականություն չի, սա քաղաքական չի։ Մենք որևէ մեկը չի ասում իշխանությանը կամ ընդդիմությանը գնացեք պատերազմ հրահարեք, չգիտեմ, տարածքներ հետ բերեք, չէ, մենք ասում ենք պաշտպանեք Հայաստանի շահերը եւ բանակցելը, բանակցությունների միջոցով ինչ-որ արդյունքի հասնելը դա չի նշանակում պատերազմ հրահարել։ Իսկ հիմա բերաներս բացում ենք որ խոսանք, ասում են, պատերազմ եք ուզում։ Ռևանշիստ եք։ Շանտաժ է սա, Սա ամենափապաքաղաքական ամենանողկալի այդ մանիպուլյացիաներից մեկն է, ու հայ ժողովրդի կոկորտից բռնել են ու
այս ակցիաների բանը այս վանդակի միջից չեն թողում դուրս գա պատերազմ թե խաղաղություն այս կեղծ բան շրջափուլի մեջ են անդադ պահում ինչը իրականում սուտ է օրինակ ես մտածում եմ որ մյուս հաղորդումը կարծից մենք նվիրենք կանխատեսումներին թե 26 թվականին ինչ է լինելու ու եթե ապա օրինակ եթե Փաշինյանը վերընտրվում է ապա Հայաստանը ինչ ռազմավարական ճանապարհներ է կորցնում պատկերացնենք այդ ձևով եթե Հայաստանը կորցնում է ապա այսպես կոչված դելիմիտացիա շրջանակներում ինչեր է հանձնելու Հայաստանը ու օրինակ կարելի է կանխատեսումներ անել երկու կողմերով էլի ընտրվում է ինչա լինում չի ընտրվում ինչա լինում հետարքիր բան կլինի բայց այս ուղակի մտքովս անցավ էս հիմա մարդիկ չարազի հետ էս մեր ոդկասթն են դիտում ուզում եմ ասել տարվա կարևորագույն ձեռքբերումը մեր ազգի միայն կորուստներ չի եղել ցելայնակիցներ մեծագույն ձեռքբերումներ եղել այս տարի իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իր արշավը սկսեց հայրաքելական Սուրբ եկեղեցու դեմ մենք արդեն արձանագրեցինք որ սրբազանները բանտերում են եկեղեցու նկատմամբ այս ահաբեկչությունը շարունակվում է բայց սելի հայրենակիցներ տարին ամփոփելով կարող ենք վստահ ասել որ հայրաքելական Սուրբ եկեղեցին իշխանությանը բերանքսի վայր ատամները ջարդած քարշ տվեց Էջմիածնի փողոցներով Գյումրիում 7 վերքի եկեղեցու հայաթներով եւ այդպես շարունակ արձանագրումն այն է որ նաեւ քաղաքապայմանագրի ներկայացուցիչները մտածում էին որ դե Փաշինյանը երևի ձևը գիտի այն տիրադավներն էլ էին տենց մտածում որ դե իշխանությունը տերրոր կանի կշտապեցին ու տենց բանը վարունգը թարս բուսնեց եւ ուզում եմ արձանագրումը հետեւյալն ասել վերջին արձանագրումը որն էր որ Փաշինյանը տեսակ եթեր մտավ եւ զանգվածային անկարգության կոչեր հնչեցրեց բա ինձ հարցնում են մարդիկ կարող ենք պահանջել վեհապարյանունը զեղչել կաթողիկոսյանունը զեղչել ասում այո դա լեգիտիմ պահանջ է դուք կարող եք պատարակների ժամանակ պահանջել զեղչել ու ես նկարագրում եմ իմ լայվերից մեկում որ եթե օրինակ պատկերացնենք 100 հավատացյալ գնացել է հանգիստ իր համար իր պատարակին աղոթում է մեկ է ինչ որ մեկը Փաշինյանի կոչով է գնացել ու այնտեղ այդ պահին ասում է մի տվեք վեհապարյանունը բարձա չեն մյուս հավատացյալներն այդ մարդուն ասել են ինչ ես անում խանգարում ես պատարակը բան կարա հրմշտոց լինի կարա ծես լինի այսինքն մարդկանց մեջ պարակտություն կռիվ ղալմաղալ եւ քանի որ նա ի պաշտոն է նաեւ ոստիկանության ղեկավարն է ԱԱՑ-ի ղեկավարն է նաեւ դա ուղերձավոր որ նման ձեւով խանգարի կրոնական ծես է որը կրոնական ծես խանգարը քրեական հանցագործություն է սերի հայրենակիցներ որ խանգարի նրան մի պատժեք բայց այդ ծեցը բանը որ կարա լիներ դա մի հատ վտանգավոր բան է էլի քաղաքացիական բախման կոչ է անում ըստ էության ու ինչա արձանագրվել առաջին կիրակի օրը անցել է սելի հայրենակիցներ վարչապետը իր մի 20-25 հետևորդներով գնացել է էլի հենց ինքը գնում ապատարակի իրականում չի գնում չեն գնում ասենք օրինակ Սանկտ Պետերբուրգ է գնացել ոչ մի պատարակ չեն գնում հա գնացել է Գառնի եկեղեցի բայց շուրջ 200-ից ավել եկեղեցիներում պատարակ է եղել եւ ոչ մի պատարակի ժամանակ ոչ Հայաստանում ոչ Սփյուռքում ոչ մի մարդ չի պահանջել զեղչել Գարեգին Երկրորդի անունը այսինքն իշխանության այս քաղաքացիական բախումների կոչը մերժվել է ժողովրդի կողմից եւ այս հարցում նույնպես իշխանությունը ֆիասկո է ապրել այսինքն տարվա լավագույն ձեռքբերումը կարելի ասել որ իշխանությունը բերանքսի վայր քարշ տվեց հայրաքելական Սուրբ եկեղեցին եւ ցույց տվեց իր տեղը ես միամիտ չեմ որ մտածեմ որ Փաշինյանը հիմա զադնիա դրել բան չի անի նրանց նա ունի նման քայլեր կարա ասի լավ այլևս ես վեհապար հայրապետի հետ խնդիր չունեմ բան այնքան բան ասե որ հաջորդ օրը փոխելա կարա փորձյանի բայց դա լավ exit strategy չի նա պետքա շարունակի էս իր պայքարը եւ բնականաբար շարունակաբար որտեղ գնան այնտեղ պարտված են դուրս գալու ինչ կասես կարծես սա ձեռքբերում եմ որպես արձանագրում գիտեք մի անգամ մի շատ իմաստուն մարդ անունը չեմ ուզում տամ երբ որ իդ հանդիպել է այս Նիկոլ Փաշինյանի այս եկեղեցական քաղաքականության կամ հակաեկեղեցական քաղաքականության վերաբերյալ մի շատ դիպուկ միտք ասեց որ այդ տղան չի հասկանում թե ինչ մահացու հակառակորդա ձեռք բերել իդեմս եկեղեցու իսկապես չի հասկանում որ դա ազգային ժողով շրջապատել չի դատարաններ շրջափակել չի դա գլխավոր դատախազը չի որ երբ ուզենաս հանես երբ ուզենաս բերել ընտրել տաս դա նախագահի պաշտոնը չի դա իսկապես շատ կայացած ինստիտուտ է եւ նույնիսկ եթե
մի այսպիսի բան ասեմ, հղումանալով պատմության տարբեր շրջափուլերին, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հեռացնել Գարեգին II-ին եւ ինքը իր սրտով կաթողիկոս նշանակի, միևնույնն է, ամենայն հավանականությամբ այդ կաթողիկոսին էլ ինքը չի կարողանալու վերահսկել։ Այլ արձանագրենք, որ չի հաջողվել կաթողիկոս հեռացնել եւ այլևս տան պարտված։ Դե- Հիմա այսանից հետո ինչ էլ անի ավելի վատ է իր համար։ Ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ Գարեգին II կաթողիկոսը պինդ ոսկոր դուրս եկավ եւ կարողացավ դիմադրել։ Ուրիշ մեկը լիներ կարող է մի անգամից հանձնվել, բայց չի հանձնվում, դիմադրում է, իր տեղում է եւ եթե ինքը հիմա պատմության մեջ կարող էր մնալ լիքը բացասական բաներով, բայց հիմա այնպես ստացվեց, որ ինքը պատմության մեջ կմնա նաեւ այս դիմադրությամբ առաջին հերթին, պատմությունը եւ սրանով, այո։ այնպես դրվագով գիշի, բայց կարող էր այլ բացասական դրվագներով հիշվել, բայց հիմա ինքը միգուցե իր կամքից անկախ դարձել է դիմադրության առաջնորդ եւ սա բացառիկ շանս է նաեւ եկեղեցու մասնակցությամբ դնել մեկնարկը մեր երկրում փոփոխությունները։ Գիտեք ինչի համար եմ ասում, որովհետեւ ըստ էության վերջին տարիներին Փաշինյանի առաջնորդությամբ մեր երկրում տեղի են ունենում process-ներ, որոնք ընդհանրապես ոչ ակտուալ են, ոչ անհրաժեշտ են, ոչ պետք են, ոչ էլ օրինակ ինչ է տալիս մեր երկրին այս եկեղեցու դեմ արշավը։ Այսինքն տասնյակ օրինակներ կարող ենք վերել, որտեղ հետ պատերազմյան շրջափուլում Հայաստանի կառավարիչները պետք է ընդհանրապես մի մտահոգություն ունենային, թե ինչպես հասնել քիչ թե շատ արժանապատիվ խաղաղության։ Ինչպես օրինակ, լիքը երկրներ պարտվել են, բայց այդ պարտությունը իրենց համար դատավճիռ չեն դարձրել եւ փորձել են ինչ-որ պայմաններ առաջ մղել, ապահովել երկրի հետագա վերականգնումը։ Դա պետք է լիներ խնդիրը եւ ունենք դրա դասագրքային օրինակ։ Ուղղակի, քանի որ մենք մի փոքր հիստերիկ ենք, վրաց մեր պարտությունը դարձրեցինք աշխարհի վերջը։ Մեր պարտությունը դարձրեցինք, որ կապիտուլյացիա է, նոյեմբերի 9-ը չենք կարել ապրենք։ Ու եղածներ կորշեցինք, բայց իրականում դա ես չեմ ուզում ամբողջ ժողովրդին պիտակել, դա գալիս է մեր կառավարիչներից, մեր քաղաքական գործիչներից, ինձնից, ձեզնից, մյուսից, օրինակ այդ ամենավառ օրինակը կա, երբ որ Նապոլեոնից հետո Ֆրանսիան ջախջախվեց, չէ՞, պարտություն գրեց Նապոլեոնին աքսորեցին, սկզբում էլ բա հետո սուբ հեղինը կղզի, բայց գիտեք հետո Վիեննայի կոնգրեսում ինչ պարզվեց։ Ֆրանսիան, որ ջախջախվել էր ու պարտվել էր, բայց որպես հաղթող կողմ, հա, որպես հաղթած երկիր համարյա, առանց որևէ լուրջ տես կորուստների, տես պատվիրակությունը Թալերյանի գլխավորությամբ վերադարձավ Փարիզ։ Այսինքն Վիեննայի կոնգրեսում, բանը պարտված կողմը վերադարձավ որպես բան, ինչ որ առումով նաև հաղթող, հա, շատ չափազանց։ Հիմա չեմ ասում մենք կարող ենք դառնալ հաղթող ու մեր պայմանները լրիվ sense թելադրել Ալիևի վրա մունատ գալ եւ այլն, բայց կարող էինք այդ պահը, այդ միջանցքը օգտագործել եւ արժանապատիվ, իսկապես արժանապատիվ խաղաղության հասնել եւ պաշտպանել շահերը եւ մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը չհայտնվեր այդ անբարոյական շրջափուլի մեջ, կամ պետք է 10 կամ պատերազմ, այդպես չի լինում, էլի, չգիտեմ, մեր ժողովուրդը անդադ ոչ միայն ժողովուրդը, նաեւ առաջադիմական այդ շրջանակները, պսևդո, անդադ ինչ որ լոզունգների գեյն են դարձել, օրինակ, աշխարհիկ պետություն, եկեղեցին անջատ է պետությունից, ինչի Գարեգին II-ն է մտնել քաղաքականություն, այս ձևակերպումները, այս հիմարություն եմ դա տգիտության արդյունք է համարում, որտեղ եկեղեցին այո անջատ է պետությունից, ոչ մեկ այդ նորմը կասկածի տակ չի դնում, բացի Նիկոլ Փաշինյանից։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դա ջախջախել է համադրական այդ նորմը, բայց ոչ մեկ չի ասում, որ եկեղեցին անջատ է հայ ժողովրդից, քաղաքականությունից, հայ ժողովրդի կյանքից, այո, եւ այլն, եւ հայ առաքելական եկեղեցին կդադարը լինել, ես միտքել եմ ասել, կդադարը լինել հայ առաքելական, եթե իր դիրքորոշումը չունենար Արցախի կորստի վերաբերյալ, Արցախի հայաթափման վերաբերյալ, Արցախահայերի իրավունքների վերաբերյալ, դա կդառնար, չգիտեմ, հերթական կրոնական կազմակերպություններից մեկը, բայց մենք գիտենք, չէ՞ որ դա հերթական կրոնական կազմակերպություն չի եւ որոշակի առաքելություն ունի ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ, դա ունի այդ առաքելությունը եւ ես հույս ունեմ, որ եկեղեցին եւ եկեղեցու ներսում գեներացվող միտքը կդառնան շարժիչ ուժերից մեկը, որի հիմքի վրա մենք կարողանանք մի փոքր վերափոխել եւ վերականգնել
Հայաստանը կամ ավելի պաթոսով Հայաստանի երբեմնի փառք։ Շատ լավն էր։ Ես ուզում եմ ասել, որ վստահաբար նաև այն որ դու ասացիր, որ կարող ենք հիստերիկ չգտնվել, տենց խուճապի չմատնվել այդ բարդության արդյունքում եւ խեքներս գլուխներս հավաքեինք, շատ արագ ոտքի կանգնեինք։ Ես ուզում եմ ասեմ, որ դեռ էլի ուշ չի, որովհետեւ դեռ մենք ինչերի միջով պետք է անցնենք եկող տարվա ընթացքում արդեն այս տարվա ընթացքում եւ հետեւաբար էլի ուշ չի այս միակողմանի զիջումների, այս նվաստացման, այս անարժանապատիվ պահվածքի դեմն առնելու եւ դա բացարձակապես ինչ որ բանը պատերազմի հրձիգություն չի, ինչ որ ես իմ բան չի, այսինքն մեր ժողովրդին այնքան են հիմա ահաբեկել պատերազմի վտանգով վախացրել, որ սա էլ պետք է ինձ թվում ասենք էլի, որ անդադ որ ժողովուրդ ջան դրա մասին չի խոսքը գնում բացարձակապես։ Օրինակ մեզ ոչ ոք չէր պարտադրում Վրաստանին խնդրել, որ Վրաստանը թույլ տա առանց թուրքերի մի անգամ որպես քաղաքական սիմվոլիկ ակցիա բենզին բերենք Ադրբեջանից, որը իդեպ լուրեր կան, որ արդեն շատ վատ որակի եղել է մեքենաները խնդրեմ ունեն, նման լուրեր են ինձ ասել, որ բենզինը բերվի, հա, ու դա էժան դրվի, մեր ժողովուրդն է ստիպված որ էժանա, գնա առնի ու դա թմկարվի, որ իբր հերթի տակ Ադրբեջանի բենզին են ծախում, Ժորժ ջան, իմացեք սուտ է, ես բավական հետաքրքրվել եմ, հերթի տակ ոչ մի Ադրբեջանի բենզին չի ծախվել։ Այդ բենզինը վերջում տալու են պետական մարմիններին տենդերներով տենց ծածկադմփոց են անելու լսնեն պետական մեքենաները մեր ժողովրդին ներկայացնում են որպես ինքը իրան չհարգող ու դա իշխանությունն է ուզում այդպես որ լինի, որ ինքը ասի դե դուք եք, ես ինչ անեմ, դուք եք, ես ինձ ինչ եք ուզում, ես ձեզանից մեկն եմ, չէ ժողովուրդը տենց չի արել, ոչ մի ադրբեջանական բենզին հերթի տակ չի ծախվել, այդ լուրերին չխաբվեք եւ իմացեք որ այս ամեն ինչը զուտ իշխանական մի հատ ակցիա, որ վաղը մյուս օրը հարաբերությունները կարգավորեն նույն Ադրբեջանի բենզինը սկսի գալը, վրացական թուրքերն այնպեսին են, որ ինքը չի կարա ծախի 430 դրամով։ Այս ուղղակի հետ մած նոր տարուց առաջ ասում են նվաստացնեք ձեր ժողովրդին, նվաստացնում են, ցույց են տալի էլի որ նվաստացնում են, բայց մեր ժողովուրդը չի նվաստանում։ Ոսում են մարդկանց, այսինքն անբարոյական էլի դարձնել։ Այսինքն մեկը ինքը անբարոյական է, ինքն ասում է Ժորժ ջան, ոնց անենք որ դուք էլ եք անբարոյական, ես իսկ կոմֆորտնի զգամ։ Էս է այդ ակցիայի ամբողջ իմաստը։ Այսինքն այդ 90 դրամի բազարը չի ժողովուրդ, այդ 90 դրամի հարցը։ Ես ուզում եմ ճշգրտում ասնել։ Խնդրեմ։ Խոսքը նաև ազատ շուկայական հարաբերությունների մասին չէ։ Բացարձակ, Ժորժ, այդտեղ տնտեսագիտություն չկա, մի խաբվեք։ Այսինքն քաղաքական ակցիա խնդրել ենք Վրաստանը ասել լավ դե որ մի առաջ անգամ պետքա անցնի, այս անգամ փող չենք վեկալի, եկել է էժանա նստի, այդ էժան բենզին որ ծախեն, ասեն տեսակ հայերը բենզին առան Ադրբեջանը։ Գիտեք ինչի համար եմ ես ասում։ Օրինակ, եթե ես կամ դուք լավ ինչ որ մի օր առաջնորդենք այս երկիրը։ Եթե իմ ժողովրդին պետք լինի ադրբեջանական բենզին, կարող ես էլ բերեմ։ Ասեմ դա պետք է, դավայ, բերեք։ Հարցը այդ ազատ շուկայական հարաբերությունների մասին չի, տնտեսական շահի մասին չի, հարցը այն է, որ մեր ժողովրդին եւ մեր պետությանը փորձում են մարդկանց ստրկացնել, հա, ապրանքով, այդ ադրբեջանական ապրանքով, այդ ադրբեջանական բենզինով, հացահատիկով եւ այլն։ Այսինքն հոգեբանական ծանր հարված են հասել։ Ու այդ ռոպագանդան, որ թուրքական շոր չեք հակերա, թուրքական շոր եկելի հակնեմարաբան, այս թուրքական բան, Ժորժ ջան, նախ թուրքական զորքերը Հայաստանի նշան տարածքներում գրաված կանգնած չեն։ Չկա նման բան, այս մեկ, Ժիրալ Լիպարյանն է ինչպես ասում, Թուրքիայից վտանգ չկա։ Երկրորդն էլ մի րոպե էլի, բայց այստեղ թուրքական շորերի անգամ այդ որ թուրքական շորեր երկար ժամանակ արգելքեր դրված թուրքական ներմուծումից եւ դա արվում էր բան անուղակի, այսինքն Վրաստան էր գնում, Վրաստանից գալիս էր կամ բան։ Դա ի՞նչ եք պատմում։ Ես միտքս ավելի լավ ձևակերպեմ։ Այսինքն տնտեսական շահը մի կողմ, որը չկա այս բայդրությամբ։ Փորձ արվում է ժողովրդին սպառողական ինչ-որ կույր անդեմ զանգված դարձնել, որ այդ սպառողականությունը կարող է ավելի բարձր դասել, քան իր պետության եւ ազգային շահերը։ Դա խնդիր է։
Այս իմաստով սիրելի հայրենակիցներ ուզում եմ նաև անցում կատարենք արտաքին քաղաքական մի քիչ։ Երկու օր առաջ ուրեմն նախագահ ԱՄՆ նախագահ Թրամփի տանը Մարելագոյում հանդիպում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների բանակցային թիմի եւ ուկրաինական բանակցային թիմերի միջև։ Միացյալ Նահանգների բանակցային թիմը համալրվել է, բացի նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները եւ հատուկ բանագնաց Վիտկոֆը, նաեւ Ռուբիոն արդեն ներգրաված անձամբ եւ նաեւ մի գեներալ, որը նույնպես ներգրաված է եւ նաեւ պատերազմի նախարարը պարոն Հեքսեթը, դու գիտես դե Պենտագոնը այլևս կոչվում է պատերազմի նախարարություն եւ պատերազմի նախարար իրենք ունեն։ Ամբողջ աշխարհը պատերազմի է պատասխանում, մենակ Հայաստանն ասում է եկեք բացել եմ սա, բացեմ, եկեք դուք լցվեք ստեղ։ Ամբողջ աշխարհը պայքարում է միգրացիայի դեմ, Հայաստանը ասում է բացենք սա սահմանը, թող սա գա, բան։ Լավ է իմիջ այլս։ Բայց պարոն Հեքսեթը եւ բանակցությունները բավականին հետաքրքիր են անցել եւ նախագահ Զելենսկու թիմն էլ այտենց ասեմ կիսաբավարարված չէ, բավականին բավարարված են եւ Թրամփի բավականին մեծ հույսեր կան կարծես որ կհաջողվի տարվա ընթացքում երևի թե առաջիկա ամիսներին որոշակի հանգուցալուծումների։ Ես չէի շտապի ասել որ հեսա բանը խաղաղությունը կկնքվի ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, բայց այն որ Թրամփը ուղղակի իր հնարավորությունը իր կաշից դուրս է գալիս այս իմաստով, ես շատ բարձր եմ գնահատում եւ նաեւ բարձր եմ գնահատում ուկրաինական թիմի բանակցային պահվածքը, որ չեն գնացել Թրամփի մոտ թրվռան, էլի, ասենք նկարվեն, ուրախանան, ինչ որ ապուշ բաներ անեն։ Ռուբինյանի չափ խելք չունեն։ Հա ու գնացել են ու մինչև վերջ ռուսերեն ասած է դաբիտ են անում իրանց մոտեցումը եւ գրեթե 100% արդեն կարող եմ ասել, որ ստանում են անվտանգային երաշխիքներ, բնականաբար ՆԱՏՕ-ի անդամության հարցը բացարձակապես դուրս է օրակարգից, Ռուսաստանը այս մասով կարա իր հաղթանակը արձանագրի, որ գոն այս մասով հստակ է, այսինքն դե ասում են, բա 3 օրում պիտի Կիևը վերցնեին, չեմ վերցրում պարտված են, շատ լավ եղավ պարտվել է։ Կոնկրետ մարդիկ խնդրի են դել որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չպետք է դառնա, չի դառնում, բայց մյուս կողմից էլ կոնկրետ մարդիկ, այսինքն Զելենսկին ու իր թիմը խնդիր է դրել, որ պետք է ստանան անվտանգային երաշխիքներ, ու ստանում են այդ անվտանգային երաշխիքները կարծես։ Ոստեղ իրաց ինչն է բանը։ Որ երբ որ ես մերոնց բացատրում եմ, անդադար ասում Ժողովուրդ ջան, այդ որ խաղաղությունը բերինք Վաշինգտոնը, բան ասում Ժողովուրդ ջան, խաղաղությունը ինքը պատրանք չի։ Չկա անվտանգային համակարգ երաշխիքներ, չկա խաղաղություն։ Դա օդ չի, դες օդ չի, դες օդում չի ինքը։ Եվ նույն այդ բանը բնականաբար ուկրաինացիք հասկանում են այդքան կորուստների զիջումներից հետո կա հիմա նույն պատասխանեք հայկական թիմն է Վաշինգտոնում, օվալ կաբինետում է մեր հանդիպումը եղել, հա, ասում հա հարց չկա, անխոչնդոտ ճանապարհ ենք տալիս, պարոն Թրամփ, տալիս ենք, լավ, սա գալմաղալը սրա համար է ռուսները եւ չենք տալի, ամերիկացիներով ենք տալիս ենք, այն ոսկե ցելիկի պես։ Այն ասում են, տալիս եմ, բայց մեզ տվեք անվտանգության երաշխիքներ ամերիկյան։ Դե Ամերիկայում ենք, ամերիկյան կարանք ուզենք։ Գերիներին հենց հիմա ազատ պետք է արձակվի, որովհետև մենք պետք է հաշտության process անցնենք, բանտերում մարդիկ նստած հաշտության ինչ process։ Ասենք մարդիկ բանտերում նստած ասում են անինքնասերի պես գնացեք բենզին լցրեք 90 դրամ էժանա։ Եվ այս իմաստով մենք կարայինք դրանք հասնենք, եթե այդ բանակցային թիմը չլներ այն թիմը, որը գնացել էր։ Եվ համեմատեք ուղակի ուկրաինացոնց համեմատեք եւ մեզ համեմատեք, թե մենք մեր պահվածքը ոնց է եղել, ու անգամ այդ Թրամփի համար բավականին դիսկոմֆորտ պայմաններ ստեղծեցին իրենք, բայց իրանք իրենց խոսքի տերը եղան։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել նաեւ թե Եվրոպական միության ներկայացուցիչները, բազմիցս, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բազմիցս անձամբ ինձ ասել են, եթե դուք ձեր կարմիր գծերը պահեք, մենք ձեր կարմիր գծերը կպաշտպանենք։ Բայց որ դուք մի օր մի բան եք ասում, մի շաբաթից այդ բանը զիջում եք, հաջորդ բանն եք ասում, մենք չենք կարող, մենք ասում ենք լավ, դուք ոնց ուզեք տենց։ Հասկանում ես, այսինքն ուկրաինական կարմիր գծերը, որ լավ մենք պետք է անպայման ունենանք անվտանգության երաշխիք, այդ կարմիր գծերը հիմա ինչ եմ ասում, որ հակափաստարկ կմենք ասեն, դե Եմեն իրանց պաշտպանեց, չէ՞։ Ժորժ ջան, Եմեն մեզ էլ էր պաշտպանում։ Եթե մենք մեր կարմիր գիծը պահեինք, նույն ռուսները, նույն Եմեն, բոլորը, այսինքն դու պատրաստ, դու օքեյ ես որ սա հանձնես։ Դու երջանիկ ես, ընդ մերոնք ասում են, այո, մենք օքեյ ենք, սա տանք։ Դու տվեք օքեյ։ Եթե Հայաստանը դա կնար հետևե։ Եթե Հայաստանը խելացի բանակցեր, խելացի, գժական դուխով, դրա մասին չի։
ոնց որ Նիկոլ Փաշինյանը Չէ, դուխի բան չէ, խելացի։ Հայաստանի համար խոսք ասողներ կլինեն այդ նույն Մակրոնը, նույն Ֆրանսիան։ Ֆրանսիան սարի պես կանգնած ասում ախպեր ջան, քանի անգամ բան եղավ։ Ֆրանսիական զորքերը աֆրիկյան տարբեր երկրներից դուրս բերվեցին։ Այդ ոնց եղավ որ ֆրանսիական, ես նաև ասեմ Մակրոնի գնալուց հետո ֆրանսիական որևէ նախագահ որ հիմա գալիս է, երևի մահ գալիս։ Չի լինելու հայ-ֆրանսիական հարաբերությունները sense ջերմ։ Այս պատմական շանսը կարպից որ մենք ստացել էինք, որ մենք կարենք նույն ֆրանսիական զորքեր ուզեինք, կարենք ֆրանսիական աջակցություն ուզեինք, իմացեք, ամբողջությամբ այսօրվա իշխանությունը ապականել է եւ անարդյունավետ կերպով այդ շանսը վատնել է, իմացեք, տեղեկացնում եմ ես ձեզ։ Եվ այս իմաստով կարպից ինձ նաև իմ ֆրանսիացի գոլեգաներն են ասում, սեն շանս դուք չեք ունենալու։ Փոխանակ այս զորքը որ դուս է գալիս աֆրիկյան երկրներից կարող եք ինչ-որ ձև գտնել, բերել ստեղ, դուք գնում եք Ադրբեջանի թուղթ եք ստորագրում ասեմ, էլի, որ անգամ ձեր ծորները իրավունք չեն ունենալու ապագայում որևէ այլ ռազմական համագործակցություն ունենալու Հայաստանի տարածքում, որովհետև դուք Ադրբեջանի հետ համաձայնել եք, որ սահմանին հարակից շրջաններում չեք ունենալու երրորդ երկրների զորքեր։ Իսկ Հայաստան-Ադրբեջան սահմանին հարակից շրջաններ են ինչքան կարպիս։ Ասենք այդ եվրոպական դիտորդները Մարիո Թյուրանցից դուրս են գալի մտնում են, բա երասխի մայրուղին ու սկսվում։ Ու տեղից այլևս իրանք իրավունք չունեն։ Okay, Էսա արած է Փաշինյանի, նրա արգոզնախարարի, նրա ԱԽ քարտուղարի, այս բանակցային թիմի, եթե սա կարելի բանակցա, եթե ինչ-որ բան որպես թիմ կարելի ասել, էլի։ Լավ անձամբ Փաշինյանի, որտեղ մնացածները դա դերակատար չեն։ խնդիրն է որ մարդիկ ամեն ինչ բացարձակության մեջ են, էլի, ասեն բացարձակ են, կարամ սև ու սպիտակ։ Հիմա ոչ մեկ չի ասում, հա, դա Մակրոնը դե կանգնած էր գալու էր դեր փրկեր, սա հարցրելուց էր կամ ռուսները էսի չարայինի բայնա, չէ։ Այս խոսակցությունը ընդհանրապես ինչի մասն է, բոլորը հետ կան շահեր, բոլորը հետ կան հակասություններ, այդ ֆրանսիացիների հետ էլ, այդ ռուսների հետ էլ։ Կապից կներես, առաջինը դու քո շահերը ձևակերպի, քո շահերի կողքը կանոններ կլինի։ Հայաստանը անդադար իր ձևակերպած շահերը փոխել է, շարունակի։ Այսինքն Հայաստանը չի եղել հետևողական, չի եղել սկզբունքային, Հայաստանը ինչ գաղափար փորձել է առաջ քաշել, այդ գաղափարի հետևից չի գնացել եւ հիմա այն ինչ որ մենք անվանում ենք հայ-ադրբեջանական խաղաղություն ամբողջությամբ եւ գաղափարական տեքստային տեսանկյունից ձևակերպվել է Ադրբեջանում, այսինքն Ադրբեջանը լինելով հետևողական եւ պրինցիպիալ գնացել է իր ասացի հետևից եւ իր ասածները դարձրել է կամ փորձել է դարձնել համընդհանուր ճշմարտություն։ Մի մասն էլ դարձնում, օրինակ ադրբեջաների վերադարձ Արևմտյան Ադրբեջանի թես, հիմա իրանք դրա վրա են աշխատում, շատ լավ աշխատում են, ձեզ ուզում եմ իրազեկեմ սիրահայնակիցներ, որ դուք ապագայում ձեր տներում դիմավորելու եք իրանց, եթե այս իշխանությունը վերընտրվի։ Դեպաբար բանը էլի, նես չի որ մենք որ հետևողական լինեինք, ասենք պատկերացրեք Հայաստանի իշխանությունը ձևակերպում է տալի, որ քառակուսի կիլոմետրը իր պատկերացրած, իր ուզած, իրավաբանորեն հիմնավոր 29800-ն է, դա հենց ավել բան չի ուզում ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մի քիչ ժամանակ անցնում, տարբեր ստեյթմենտներ, հայտարարությունների մեջ համատնում 29800, Մակրոն բան, սաղ տենց են եկալեմ, մեկ է գալիս է, ասում է չէ 29740։ Բայց Ով լուրջ կվերաբերվի, կարծես ով կասես էս ովքեր եք։ Պետք չի նաև, չգիտեմ դուք իմ ասած այդ համաձայն եք թե չէ, հա Ֆրանսիան բարեկամ երկիր է, ջերմ հարաբերություն ունենք, բայց նաև Ֆրանսիան իր մասնակցությունը եւ մեղսակցությունը ունի Արցախի հայաթափման գործում։ Եղբայր, նայ, ես ինչ եմ ասում, իրանք էլ ասում են, եթե դուք օքեյ եք, մենք օքեյ ենք։ Նայ որ Արցախը հայաթափվել է։ Հայկական կողմը քանի օր հետո այդ թեման համարը փակված։ Ավելին ասեմ, վերջերս կառավարության նիստերից մեկում, եթե չես սխալվում, երկու նիստ առաջ Արսեն Թորոսյանը զեկույցան ներկայացնում, մինչև այդ բոլորի տեքստերում լրագրող Նարեկ Կիրակոսյանն է սա նկատի ու ռեպորտաժ կա։ Բոլոր տեքստերում ասում են Արցախից բռնի տեղահանված։ Բռնի բառը ելի հայնակիցներ հանել են տեքստից։ Ու Արսեն Թորոսյանն է մոտենում լրագրողը Նարեկ Կիրակոսյանը ասում է բռնի բառը հանել եք, տենց ասում է ծրում է։ Այսինքն կարծես եթե դու քայլ առ քայլ Ադրբեջանի նարատիվը բերեմ ես դարձնում քո ազգային պետական նարատիվ։ Դու տշնամուտ ռետրանսլյատորն ես դառնում։ Մակրոնը, Պուտինը, Տրամպը, նայած առաջ Բայդենը, Ջեյմս Օբրայենի ժամանակ ասմասաղ վատ էր։ Այսինքն դուք Ջեյմս Օբրայենի ժամանակ չեք համաձայնվել այդ բաներին, սաղ վատ է եղել։ Ես ի՞նչն է բանը, ես ու Կարպիսը ինչքան մեր ոդկասթների ընթացքում սիրելի հայրենակիցներ, արևմուտքին ենք քննադատել, ռուսներին ենք քննադատել, մեր հարևաններին ենք ում ասես։ Բայց լավ ճիշտ է մեր մասին պետք է ասել թե չէ։
Այսինքն դու ընդունում ես որ դու այդես ու գնանցես ուզում ես որ ինչ անենք։ Դե մերոնք հարցնում են, նրանք էլ ասում են, հա տենց արեք լավ կլինի, նրանք էլ տենց արեցին։ Okay։ Որտեվ սեփական ուղեղ չունեն ու ամենտեղ ֆրցնում են, խափում են։ Հարց չկա։ Էլի ուզում ենք մեր բեռը գցենք ուրիշի վրա։ Ես մի դրվագ եմ ուզում պատմեմ։ Մի անգամ ինձ ասեցին լավ կլինի որ ձեր վարչապետը խոսա ոնց որ Զելենսկին։ Ասի ինչ նկատի ունեք։ Ասեցին ձևակերպի պահանջները ու պահանջի մեզանից։ Խոսքը գումա արևմտյան տարբեր ներկայացուցիչների մասին։ Որտեվ ժողովուրդ մեր իշխանության վարկը եթե դուք ուշադիր լինեք վերջին տարիներում հարցեր տալն է։ Կարծես մենոնք հարցեր հասցեագրում են, բայց ես մոտ միտքս հարցերել ուժ բան է, դրեսը խնդրի լուծումն է։ Հարցեր տալ։ Միտքս վերջացնեմ էլի։ Եթե ռուսների համար միևնույնն է Արցախի հայաթափումը, ես կարծում եմ որ Եվրամիության շահերից բխում էր հայաթափումը։ Ես ախր չեմ ասում չէր բխում, բայց դու շահը չես ձևակերպել ինչև շփայել։ Նույն Եվրամիությունը մի րոպե։ Դե որ տենց է։ Նույն Եվրամիությունը ՍԵՊԱ-ի համաձայնագրում 17 թվականից ստորագրված ձևակերպում ունի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Եղբայր գնացեք պահեք իրանք է ձեր հետ կպահեն։ Որտեղ ժամանակ իրանք հույս ունեին, որ Հայաստանը կգնա կարգավորման։ Շատ լավ, հիմա էլ չգնաց կարգավորման, Հայաստանը իրանց հորդորով նաև ճանաչեց տարածքային ամբողջականությունը եւ նաև իրանց հորդորով պետք է լինեին անվտանգության երաշխիքներ, մեխանիզմներ։ Հիմա դա չեղան, չէ՞, ու Հայաստանը էլ չի խոսում դրա մասին։ Փափագեց հարցը։ Ասես չի գնում հետեւական follow-up անի։ Ասի այ Շարլ Միշել, այ Մակրոն, այ հիմա Անտոնիո Կոշտա, չգիտեմ, համաձայն եմ ձեր հետ, խնդիրը մենք ենք։ Եթե մենք ձևակերպենք, առաջ քաշենք մեր սկզբունքները եւ այլն, ամեն ինչ այլ կերպ կլինի։ Ուղղակի եվրոպացիներն էլ պետք է սպիտակ թևերով հրեշտակներ ներկայացնել, ժողովրդին կեղծ հույսեր տալ, որ ռուսները չարիք են, վայ, բարի ֆրանսիացիները, այդպես չի, այդպես չի եղել երբեք։ Բացարձակ, բայց ինչ որ բայր կա, որ շահերը բռնումա կարաս օգտագործես էլ։ Հիմա նույնն է ֆրանսիացիների մասով, որ օրինակ ես 5 տարի, ինչքան է Մակրոնը, լավ էսա 10 ալն եմ։ Ժողովուրդ կոնկրետ sense չի եղել sense ջերմ հարաբերություններ, մի չեք կարող չընդունենք, էլի չի եղել sense բան։ Ես ներս եմ աշխատած մարդ եմ ձեզ ասում, ժողովուրդ չի եղել sense բացված պատում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները այսքան սրված չեն եղել։ Այո, համաձայն եմ, բայց Նապոլեոնից ի վեր։ Բայց ես մի բան ասեմ, Ֆրանսիան եթե ստե բան անում, ռուսները ավելի քիչ տենց խանդուն էին, քան ուրիշ որևէ այլ բան, քան Բրիտանիայի հետ։ Դեռ այդ արա տենց բանկը այլի տենց նեղ sense ֆրանսիացիներն ու ռուսները հին հաշիվներ ունեն Աֆրիկայից սկսած։ Հա։ Դե մի հաշիվներն օգտագործեինք, մենք էլ կարայինք ինչ որ մի բան ստանայինք։ Ես ուզում եմ քեզ մեզ շատ են գրում, բա ինչ կար Մոսկվայի գնացել։ Այդ մի բան ասեմ։ Այդ հարցին բեր արձագանքել, դե մարդիկ Ժորժ ջան, գնում ենք Նյու Յորք, Վաշինգտոն, Բուդապեշտ, Վիեննա, Փարիզ, օքա, բայց որ գնում ենք Մոսկվա, էլի մանգալու պատտվելու ինչ եք լրփանում։ Ինչ Այժքա կիեկոյի չէ։ Ես էլի լիքը տեղեր գնում ենք, բայց չտեսի պես որ նկար ամենտեղի շենք գցեն, բայց հենց այդ Մոսկվայի նկարը գցեցինք, որ այ դուք ինադու այտենց հիստերիայի մատնվեք։ Բայց չէ, բայց լիքը տեղից են գցում նկարը, ոչ մեկ չի ասում բանը, ինչ կա, ասենք օրինակ չգիտեմ, ով է Բայդենի նարատիվներն է առաջվում կամ չգիտեմ ում, ամեն դեպքում սիրելի այնակիցներ, ես կասեի մենք հետաքրքիր ուղակի մեր արցակուրթային պլատֆորմ ոդքասթի արցակուրթային շրջայց ունեցանք մեր հարազատներին այցելեցինք, բայց նաև տրոլինգ արեցինք, էլի կարծես վրանքից այդ մոնոմախի բան տրոլինգ էր։ Հիմա այնտեղ խոսում են, չէ՞, բանը։ Ուրա Կիրենկոն ով է։ Դեմ ես ինչ է։ Չի դեպա։ Ես պարոն Մարուկյանին զորով տարել էի գրախանութ, մատ 5 գրախանութ կա Մոսկվայում։ Լավ պատմություն է։ Հա, Facebook-ում ստեղ follow է անում, հատուկ երբ որ Մարուկյանը ասաց գնում ենք Մոսկվա, նա ուրախացավ, գնանք այդ գրախանութը գնացինք լիքը արժեքավոր գրքեր առանք։ Այսինքն այցի նպատակը ո՞րն էր՝ գիրք առնել, քայլել եւ խմել։ Բայց ասեն գիտես չէ բանը, որ հիմա պետք է ասեն, չէ, բայց լսի մեր ժողովուրդը սիրում է որ ինչ որ բան ինչ որ կոնսպիրոլոգիական բաներ, ինչ ասած խոսքի մենք մարդիկ հանդիպեցինք եւ ոնց որ թե Դաբրոն այն Սելենսկու ասած 95%-ով է հարցրուցված։ Ամեն դեպքում սիրելի հայրենակիցներ, հասկանալով որ ամանոր է նոր տարվա սեղանների շուրջ եք դիտում մեր այսօրվա ոդքասթը,
մենք խնդիր չենք է դրել տարվա բոլոր իրադարձություններին անդրադառնալ, բան ամենախոշոր իրադարձություններին անդրադարձանք, դա միջանցքատվությունն է եղել եւ եկեղեցու դեմ պայքարը ջախջախիչ պարտություն կրել Հերթական կորուստներով, վնասներով, քայքայիչ հոսանքներով լեցուն տարիներ եւ 26 թվականին Եվ մեր վերջին շանսերից մեկն է մեր։ Հույսի տարի է, որտեղ ժողովուրդ ես շատ լավ եմ տրամադրված, անկեղծ եմ ասում, շատ պոզիտիվ եմ տրամադրված, որովհետեւ երբ որ սկսեցի բացատրել մարդկանց, որ Իվանիշվիլի, Սահակաշվիլի ընտրական պայքարում 4 ու քանի տոկոսա ձայնը փոշիացել, մնացած ձայները տարել են, երկու բևեռները եւ պարտվել է իշխանությունը։ Շատերը զարմացած ասում են, չէինք մտածել, չէինք հաշվել, չէինք խորացել եւ այն մեր տեսլականը առային, որ բոլոր ուժերի միավորումը կարող է բերել 26 թվականին նոր լույս, նոր փոփոխություն, նոր հույս այս երկրում։ Այդ մարդկանց պարակտելը, մարդկանց զանգվածային կոչեր անել անկարգությունների, հրահրել, ատելություն քարոզել, սերմանել, հետո 3 միլիոն դրամ լոյալ падգամավորներիդ ու լոյալ ընդդիմությանդ պարգևավճար տալ բան, այդ ամեն ինչի վերջը տալու լրջագույն շանս է ստեղծել 26 թվականին։ Դրա համար մենք կրկին շնորհավորում ենք բոլորից, ելի հայրենակիցներ, ձեր օջախներում, ընտանիքներում բնականաբար թող բոլորը առողջ լինեն, իրարից անպակաս եւ մեր երկիրը իրապես էս բաների վերափոխման կետի հասնող մի իրավիճակում է, որը որ մեր բոլորից ձեռքերում է, որ մենք կարող ենք դա անել։ Եվ նաև դուք որ ասում եք, բա մենք ինչ անենք, Ժորժ ջան, դուք լսում եք այս ոդկասթը, տարածում եք այս ոդկասթը, տարածեք, բազմապատկեք այս էֆեկտը։ Խոսեք դուք ձեր հարազատների հետ, այն թեզերը, այն թեմաների վերաբերյալ, որ մենք լույս ենք սփռում, դրա մասին փոխանցեք մարդկանց ներկայացրեք, եթե իրենք չեն դիտում, եւ ուշադիր հետևեք այն process-ին, որ մենք փորձելու ենք այդ ամբողջ դաշտը տանել այդ մեկ բևեռացման, որը իշխանության ջախջախումն է։ Իմացեք, չբևեռացումը դա իշխանության օրակարգն է, այդտեղ իշխանությունը ուժեղ է։ Եվ հնարավորությունը կա, մենք այդ շատ դրականորեն տրամադրված ենք ու նորից շնորհավոր ձեր բոլորի ամանորը եւ գալիք սուրբ ծնունդը։ Ես եմ շնորհավորում, ուրախանալու առանձնապես առիթ չկա։ Մի բան պետք է մաղթեմ կամ խնդրեմ, որ մարդիկ քննադատաբար վերաբերվեն այս իշխանության արտաբերած բոլոր մտքերին եւ նարատիվներին եւ քննադատաբար, այսինքն չխաբվեն։ Հալաջուրի պես չընդունեն ամեն ինչ։ Այսինքն սա մեր պլատֆորմ ոդկասթի մշտական հետևորդների մասին չի խոսքը, մեր հետևորդները արդեն իսկ քննադատաբար են վերաբերվում, բայց մեզ առաջին անգամ նայողները թող սա իմանան, որովհետեւ այդ իշխանության անբարոյական ստերը տնից տուն տարածվում են ու մարդկանց ոչ մեդիա գրագետ մարդկանց ցավոք սրտի մեծամասնություն են կազմում դա ինչ որ բացարձակ ճշմարտություն է դառնում։ Հիշեք, որ մենք ունենք գերիներ, այդ գերիները ժողովուրդ ջան, իշխանությունը իշկանալ այդ անբարոյական բան միտքը գեներացնա, որ իրենք կոռումպացված թալանտ չեն, չէ։ Նույնիսկ եթե կոռուպցիոներն ու թալանտ չի, իրանք Բաքվում նստած են հայ լինելու համար Ղարաբաղյան շարժմանը մասնակցելու համար եւ Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու համար 35 տարի մեր ապրած թող գան Հայաստան, որպես կոռուպցիոներ ու թալանչի Հայաստանում պատժվեն։ Կարակս թե դատեք, եթե այդպես բան կա։ Լավ մնացեք, ելի հայրենակիցներ, կարպիցը շատ ջղայն է, չնայած նրան, որ չարազուտելու սեզոնն է սա։ Ասի Երևանում չարազ են ասում։ Չարազ, հա։ Ես մտածում եմ, կարող մենակ Վանաձորում են ասում, ասի կոմարտ չհասկանա։ Այն որ բանն է, էլի։ Պոպոկ պնդուկ չամիջ։ Լավ մնացեք, ելի հայրենակիցներ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։